Նախորդ տեսահոլովակում խոսեցինք բիրած կատեգորիայի մասին։ Հիմա եկեք տեսնենք կրծքագեղձի տարբեր փոփոխություններ ինչպիսի բիրած կատեգորիա են ստանում և երբ պետք է անհանգստանալ։ Հետևաբար, եթե ունենք կիստաներ, ֆիբրոադենոմաներ, եթե ունենք մաստոպաթիա, եթե ունենք ֆիբրոզ-կիստոզ փոփոխություններ, եթե ունենք գեղձային խտության հյուսվածք, և այս բոլորը ստանում է բիրած 1, 2, 3 կատեգորիան, մտահոգվելու կարիք չկա։ Մենք, որպես մասնագետներ, այստեղ չենք կարծում, որ կա անհանգստացնող կամ ինչ-որ չարորակ պրոցես։ Բայց, եթե ունենք ֆիբրոադենոմա կամ նույնիսկ կիստա, բարդ կիստա, և այն ստանում է բիրած 4 կատեգորիան, ապա այստեղ մենք, որպես մասնագետ, սկսում ենք կասկածել, արդյոք այստեղ ինչ-որ չարորակացման խնդիր կա, թե ոչ։ Իսկ երբ բիրած 5 կատեգորիան է լինում պատասխանում, ապա այստեղ մենք բավականին մեծ կասկածներ ունենք, որ արդեն առկա է չարորակ ուռուցք։ Հետևաբար, եղեք տեղեկացված, իմացեք ինչ է գրված պատասխանում և ըստ այնմ շարժվեք։